Ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման գործընթացն ակտիվանում է սոցիալական ծախսերի դիմաց, փաստացի փոխհատուցված բյուջեն ընդլայնվում։ Պետությունը ավելի քան 2 միլիարդ դրամ արդեն վերադարձրել է կրթության ու առողջապահական ծախսերի դիմաց։ Թեև սա գործընթացի երկրորդ փուլն է, բայց որոշակի իրազեկվածության խնդիր կա։ Հենց այդ պատճառով կառավարությունը որոշակի ժամանակավոր փոփոխություններ է մտցրել ի շահ քաղաքացու։ Դժվարություն չկար, հարց ու պատասխանա մտնում ես այդ կայքը, անում ես եւ լինում է։ Էմմա Մարտիրոսյանը եկամուտների տարեկան հայտարարագիր է լրացրել դեռ 2024-ին, կամավոր։ Կոնսերվատորիայի երկարամյա աշխատակիցը ընկերներին էլ է խորհուրդ տվել հայտարարագիր լրացնել ու օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից։ Շատ արագ մի քանի օր հետո նստեց 50,000-ը։ Ու մենակ իմ ոչի, էլի ես ունեմ ընկերներ, որոնք հայտարարագրվել են ու նստել են։ Գործընթացը փուլային է, մեկնարկել է 2024-ից, հայտարարագրել են 2023-ի տարեկան եկամուտները։ 2024 հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարագիր ներկայացրել են 46,000 քաղաքացի, որից սոցիալական ծախսի փոխհատուցում ստացել են 20,480 քաղաքացի, մոտավորապես 1 միլիարդ 843 միլիոն դրամի չափով, որը մոտավորապես 5 անգամ գերազանցում է 2023 հաշվետու ժամանակաշրջանի համար սոցիալական ծախսի փոխհատուցում ստացած անձանց քանակը։ 2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը։ Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները։ Մինչև այժմ սոցիալական ծախսերի դիմաց փոխհատուցում է ստացել ավելի քան 25,000 քաղաքացի։ Ընդհանուր վճարվել է մոտ 2.3 միլիարդ դրամ։ Կոնկրետ ես եւ ամուսինս հետ վերադարձ ենք ստացել տղայիս ուսման համար վճարած վարձի մասով 100,000 դրամ։ Ես եմ ստացել 100,000 դրամ, ամուսինս է ստացել։ Վերադարձված գումարների արդյունքում ես հնարավորություն ունեցա տղայիս երկրորդ կիսամյակի ուսման վարձը մարելու։ Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման տարեկան առավելագույն չափը 100,000 դրամ է, առողջապահության գծով 50,000 դրամ։ Սակայն մեկ քաղաքացուն կրթական առողջապահական ընդհանուր ծախսերի դիմաց որպես սոցիալական կրեդիտ տարեկան փոխհատուցվող գումարը չի կարող գերազանցել 100,000 դրամը։ Կառավարության որոշմամբ ծախսերի փոխհատուցման համակարգում որոշակի փոփոխություններ են կատարվել։ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերի մասով սահմանվել է, որ տվյալ դեպքում անկախ այն հանգամանքից, որ սոցիալական ծախսը կատարվել է այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներով, տվյալ դեպքում հայտարարատու ֆիզիկական անձը հնարավորություն ունի ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում, եթե ծառայություն մատուցողին ներկայացնի համապատասխան փաստաթուղթ այն մասին, որ փաստացի վճարումը կատարվել է իր միջոցներով։ Սա միայն 2024-ի համար, իսկ այս տարվա հունիսի 1-ից հետո կատարված սոցիալական ծախսերը կհատուցվեն, եթե կատարվել են անմիջապես հայտարարատուի միջոցներով։ Կառավարության վերջին փոփոխություններով ընդլայնվել են նաև սոցիալական ծախսերի փոխհատուցման դեպքերը, մասնավորապես կրթության գծով փոխհատուցման ենթակա են նաև 24 թվականի եւ դրան հաջորդող հաշվետու տարիների համար կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված արտադպրոցական եւ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակներում կատարված ուսման վճարները, մասնավորապես արվեստի, գեղարվեստի, պարարվեստի եւ այլ նմանատիպ ծառայությունների դիմաց ուսման վճարները։ Փոխհատուցման ենթակա են նաև միջնակարգ կրթական ծրագրերի դասագրքերի վարձակալության վճարները։ Յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան առավելագույնը 3,000 դրամի չափով։ Սա միակ դեպքն է, երբ կանխիկով գործարքը ընդունելի է։ Ի շահ քաղաքացու վերանայվել են նաև առողջապահական ծախսերից ձևավորվող սոցիալական կրեդիտ ստանալու պայմանները։ Առողջապահության գծով սոցիալական ծախսերը եւս ընդլայնվել են, մասնավորապես 2024 եւ 2025 թվականների հաշվետու տարիների ընթացքում հայտարարատու ֆիզիկական անձի կողմից իր կամ իր ընտանիքի անդամների համար ատամնաբուժական ծառայությունների ձեռքբերման դեպքում այդ ծախսերը ենթակա են փոխհատուցման եկամտային հարկի գումարներից։ Չմոռանանք նաև, որ շարունակում է փոխհատուցվել ապահովագրական փաթեթների ձեռքբերման գծով կատարված ծախսերը, այս մասով որևէ փոփոխություն չկա։ Որպեսզի աշխատող քաղաքացիների եկամուտը սոցկրեդիտի հաշվին տարեկան ավելանա մինչև 100,000 դրամով, ընտանիքինը ավելի, եթե աշխատողների թիվը 1-ից ավելի է, կառավարության ղեկավարը պարբերաբար, կարելի է ասել աշխատանքային շաբաթը սկսում է աշխատողների ստացած հավելյալ եկամուտների թարմ տվյալներ ներկայացնելով։ Թվերի դինամիկան եւ քաղաքացիների արձագանքը ցույց է տալիս, որ ծրագիրն ակտիվանում է, իրազեկվածությունն ավելանում, քաղաքացիների ներգրավվածությունն էլ աճում։